Ու այսպես ամեն օր Պտղի բժշկության կենտրոնում ուլտրաձայնային հետազոտություններն իրականացվում են նորագույն սարքավորումներով։ Տրվում են վերջնական ախտորոշումներ Պտղի առանձնահատկությունների եւ ռիսկային հղիության մասին։ Բաժանմունքի հիմնական նպատակը նա է, որպեսզի մենք հանրապետությունում կարողանանք զարգացնել այն ճյուղը, որ ներարգանդային կյանքում, եթե Պտղի մոտ առաջանում են արատներ, որոշ արատներ կարելի է ներարգանդային կյանքում նույնիսկ դա վիրահատել, բուժել եւ միջամտություն ցույց տալ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մայիսից գործարկված հայ-հունական ֆետալ բուժկենտրոնում այդ միջամտությունները արդեն իրականացնում են հայ մասնագետները, որոնք անցել են տեսական ու գործնական վերապատրաստման դասընթացներ։ Եթե առաջ շատ դժվարությամբ էին Պտղի արատների հայտնաբերումը գնում, ինչ որ ներքին վաղ կարող էր լինել եւ այլը, հիմա հակառակը հղիները եւ նույնիսկ ամուսինները շատ շահագրգռված են ժամանակին սկրինինգ կատարելու Պտղի համար, որպեսզի նախապես հայտնաբերենք այդ խնդիրը թե չէ եւ ընթացք տալ դրան։ Հանրապետությունում գործում է հղիների սկրինինգային ծրագիր։ Պտղի ախտորոշումն ու հսկումը իրականացվում է պետպատվերի շրջանակում։ Առաջին սկրինինգը իրականացվում է հղիության 11 շաբաթականից սկսած մինչև հղիության 13 շաբաթական եւ 6 օրական ժամարկա հատվածում։ Իրենից ներկայացում է ուլտրաձայնային հետազոտություն եւ հղիի արյան կենսաքիմիական քննություն։ Հնարավոր է լինում հայտնաբերել նյարդային խողովակի արատները, որովայնային առաջնային պատի անոմալիաները։ Երկրորդ սկրինինգը իրականացվում է հղիության 18-ից 22 շաբաթական ժամկետում, որի հիմնական նպատակը զարգացման արատների հայտնաբերումն է, ինչպես նաև Պտղի բիոմետրիկ չափումների իրականացումը եւ գեստացիոն ժամկետի որոշումը։ Երրորդ սկրինինգը կատարվում է հղիության 32-ից 34 շաբաթականում, որի ժամանակ հնարավոր է հայտնաբերել ավելի ուշ դրսևորվող արատները, օրինակ ոսկրային համակարգի։ Այդ սկրինինգի ժամանակ հետազոտվում է նաև Պտղի աճի հապաղումը։ Ամբողջ լաբորատոր գործիքային հետազոտություններ հղիության ընթացքում, անկախ նրանից դա կլինի սկրինինգային, թե հղիության ժամանակ առաջացած մորկան Պտղի կողմից հետազոտություններ, դրանք բոլորը կատարվում է անվճար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքը այս տարի վերազինվել է նոր սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս հետազոտել Պտղի բոլոր հնարավոր արատները։ Այդ հետազոտությունները իրականացվում են հերթագրումով, հղիներին հնարավոր սթրեսային իրավիճակներից զերծ պահելու համար։ Նարեկ Ոսկանյան, Էդվարդ Մինասյան, լուրեր։